Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հովիվ Գորին իր ընտանիքից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Դավիթ աղբերս աստեղ Յարոսլավից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Բաջանաղ Սուրա Իրանից, որ այսօր ստեղ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ամեն մեկիդ համար, որ այսօր այստեղ եք։ Իրականից փառք Աստծուն ձեզ համար։ Զարմացած եք, չէ՞ որ ձենս քաշված է։ Ինչ եք մտածում, հետաքրքիր է։ Շատ եմ երգել, շատ եմ քարոզել, ճիշտ է դրսում։ Գիտեք ինչ եմ ուզում ասեմ։ Այսօր ուզում եմ խոսամ մի քիչ շնորհակալ սրտի մասին, բայց միջև շնորհակալ սիրտը խոսալ ուզում եմ մանամ քանիսը աղոթե այսօրվա հավաքույթի համար։ Փառք Աստծուն ձեր համար, եթե չաղոթեիք հիմա այս էլ չէր լինելու։ Սենց յոլակը գնաք ժողովուրդ։ Փառք Աստծուն։ Գիտեք, կարար ավելի վատ լիներ, սես ձեռով ոտով խոսայի ձեր հետ։ Փառք Աստծուն այսքան ձենի համար։ Գիտեք ինչ եմ նկատել, որ երբեմն մենք մտածում ենք, որ մարդիկ մեզ պարտական են։ Ձեր մոտդ ես բան հեչ մտքով անցել, հա։ Եթե վիճաբանություն է լինում, մենք մտածում ենք, մենք ճիշտ ենք, բոլորը սխալ են։ Եթե մի բան եք որոշում անել, ասենք Միշան ուզում է մեքենա, Օլգան ուզում է Վոլգա։ Չգիտես, ամեն մեկս մտածում ենք, որ մենք ենք ճիշտը։ Ու նեղանում ենք, եթե մեզ չեն հասկանում, վրդովում ենք, դժգոհում ենք, բողոքում ենք, նկատել եք հեչտես բան, թե մենակ ես եմ մտենց։ Օրերից մի օր Երևանում իմ ծառայող ընկերներից մեկը եկավ ասեց, ես այսքան դժգոհ։ Ասի ո՞վ է դժգոհ։ Ասես դու։ Այդ օրվանից սկսեցի ես ինձ հետևել։ Տեսա լավ է դժգոհ եմ։ Կներեք, միջև այսօր նկատում եմ ձուն է գալիս, էսի եղանակ է, -20, դուրսը լիքը ձուն, պետք է գնամ ավտոյի վրից ձունը մաքրեմ, բենզինն էլ թանկ է, մեքենան տաքացնեմ, դժգոհում ենք, հետո ձմեռն անցավ, ի՞նչն է գալիս։ Գարունը, եկավ գարունը, երեք մեր մոտ ձուն էր գալի, ձեր մոտ է գարունը գալի։ Մեր մոտ էլի ձմեռ է։ Հետո ասում ես ձմռանից պրծանք, այս վերարկուները հանենք, թեթև հագնվենք։ Հետո տենում ես մի օր տաք, մի օր ցուրտ, մի օր տաք, չգիտես ինչ հագնես։ Հետո էլի բողոքում ես։ Հետո գալիս է ամառը, ինչ ենք ասում։ Շոքա, այսից շոքա, լավ չէր ձմեռը, լավ չէր գարունը, հետո գալիս է աշունը, աշունը գալիս է այս ժամանակ, երբ որ ես ավտո եմ լվանում, հենց ավտո լվացի, պետք է անձրև գա, ու հելնեմ լուսամուտից ես նայեմ տխուր հայացքով ավտոյիս, ինչ անի Աստված, որ մենք գոհ ենք, տարվա բոլոր եղանակներից դժգոհ ենք, ամեն ինչից դժգոհ ենք։ Նկատել եք, թե մենակ ես եմ մտեց։ Մի հոգի էլ կա, փառք Աստծուն։ Ես գիտեի մենակ եմ մնացես երկրի վրա դժգոհ։ Հետո հասկացաս ես մի բան, որ գալիս ենք ասում ենք, ով, էս ինչ եղանակ է։ Ու մենք ասում ժողովուրդ։ Մեր բողոքը ում է գնում։ Ում դեմ է այդ բողոքը, այդ բունտը։ Ով է լսում մեր բողոքը։ Աստված։ Ուզում ենք Աստծուն ասենք, չէր կարում մի հատ նորմալ աշխարհ ստեղծեիր։ Որ առավոտը հելնենք ասենք 20 աստիճան, ու տնից 20 աստիճանի հագնված դուրս գանք ու գնանք։ Կապ չունի, որ սաղ աղոթում են 50 աստիճանի համար։ Մենք միշտ բողոքում ենք ու չենք հասկանում, որ մեր բողոքը Աստծո դեմ է։
Լավ, եղանակը մի կողմ թողենք։ Իմ մեքենան գիտեք առաջի մեքենաս ինչ էր, ով կարա ասի ինչ էր, ինչ, ով ասեց Զապարոժեց, փաստորեն մենակ վատ չեմ խոսում, վատ էլ լսում եմ, Զապարոժեց էր, բայց յուղը վրեն, ոչինչ որ սև անեթալուց կայնում էի դրա կապոտը հետևներ, բագաժնիկի տեղներ, բացում էի, կայնում էի, որ հովանա, հիմա կայնում է, որ հոսանքով զայրատկա անեմ, էդ էլ էր տենց կայնում էի, միջև մատորը սարի, որ կարնամ շարունակեմ, քշել է, են վաղթվանից պարապած էի, գիտեք, բայց ուրախ է էդ ավտոյի համար, Աստված ասես լավ, արի ավտոտ փոխեմ, որ այդքան սիրում ես քո այդ ավտոն, արի քեզ մի հատ ջորի տամ, այդ էշ չէ էլի, 01-ի պես բանա, ջորի տվեց, այդ ջորին ատա պչանում էր, դուրս չէր գալիս, ասես լավ, արի քեզ Մոսկվիչ տամ, այ Մոսկվիչը շատ էի սիրում, էլի շուշը պչանում էր, բայց ճամփեքին չէր թողում, Մոսկվիչիս համար, մուրազ էր, գիտեք խի, այդ Մոսկվիչը ինձ մտցրեց միսիայի մեջ, այդ Մոսկվիչը ինձ մտցրեց ծառայության մեջ, բաղամի էշը իրա կյանքը փրկեց չէ, իմն էլ Մոսկվիչը, գիտես, ասում եմ Աստված ջու, դու ես ինչ լավն ես, Մոսկվիչը ծախեցի, օպել արա, եկան ձեռիցս զորով տարան էտ օպելը, մի հատ էլ օպել արա, էլ եկան զորով համոզելով տարան, մի հատ Volkswagen արա, հետո պիտի գամ Եկատերինբուրգ, ասի Աստված ջան, այս ավտոն ծախեմ, որ Եկատերինբուրգում մի հատ ավտո առնեմ էլի, 300-350 հազարի կարգի, ավտոս ծախեցի, փողով եկա Եկատերինբուրգ, ման եմ գալի մեքենա, ակշած մեքենաներ եմ նման գալի, օգնականներիցս մեկը եկավ ասեց, հովջանի չի տեղ ենք գնում, այդ ասում եմ, ուր ենք գնում, ասում կիմանաս, իչա գնացինք կանգնանք մեքենայի խանութի առաջ, Հայաստանում որպիսի մեքենայի խանութի առաջ կանգնես, մի քիչ հավատքա պետք առած փողի էլ դաժե մտնես մակաս, որովհետև քո հագու կապից Հայաստանում միացես նայում են, սովայք է, ստեղը տես չի պարկաս, գետես, ասում եմ, ինչ ենք անում ստեղ, ասում այսա կիմանաս, մտնեմ ներս տենամ բաջանաղից տղեն անստած ընդ է իրա պասպորտով, ասում եմ, ինչ է կատարում ժողովուրդ, ոբշեմ մեքենա գնեցի, խանութից, են ամենավայրի հավատքների մեջ չէի կարա պատկերացնի, բայց ինքը արեց, փառք Աստծո, ես արդեն 8 տարիա Եկատերինբուրգում հովություն եմ անում, հենա Սամսոնը վկայա ինձ ասում էր Սվիտոշ, որ էթում է իրան քարոզելու ասում էր, ես ծվիտոյներն եկա, ես գնացի, այսօր միսիոներ ենք ուղարկե պիցեր, գիտեք, 8 տարի Աստծուն շնորհակալություն եմ հայտնել այդ մեքենայի համար, միջև այսօր էլ կա, հետո Աստված ասեց, քո համար այս մեքենան ամենալավն է, ասի հա, սրանից լավը չկա, Դավիթի ձիերն ու էշերը չեն հասնի դրան, բաջանաղից տղեն եկավ ասեց, ես իմ ավտոն ուզում եմ տամ քեզ, այդ ասում եմ, քո ավտոն թանգարոց ավտոյա կասեն, ես հովիվը սաղին թալանեցի, այլ թանգարոց ավտոյա կշում, քո ավտոն տար ծախի ինձ պետք չի, վերջը, ոնց համոզեցի չստացվավ, հիմա 2 ավտո ունեմ, առակս ինչ կուսության է, վերջում կասեմ, ունեցեք շնորհակալ սիրտ, գիտես, շատ կարևոր է, որ մենք ունենանք տենց սիրտ, այնքան գոհանում եմ Աստծուց, ամեն բանի համար, ամեն մի եկեղեցու անդամի համար, իմ իջարոց ամեն մեկը ձեզ բարև են ուղարկե, ստեղից սկսած ասեցին բոլորին կբարևես,
մտել ենք Չելյաբինսկ քաղաք, գիտեք խի, որտեղ ունեմ լավ օգնականներ, լավ թիմ, հիմա իրանք այնտեղ ծառայում են, իմ հետ հավասար, գիտես, Չելյաբինսկի քաղաքի եկեղեցի նույնպես ձեզ բարևներ ա ուղարկել, Ես էլ պատական ստացվավ, գնացի Մոսկվան, դու ասին մեր կողմից էլ կբարևես, իրաց բարևներն էլ, տեղ ունեք այդքանը տո ժողովուրդի։ Փառք Աստծո, գոհանում եմ Աստծուց, իրականից գոհանում եմ Աստծուց, ամեն բանի համար։ Գիտեք, չկա ավելի մեծ սիրտ, որ ունենաս գոհացող սիրտ։ Մի հատ հետաքրքիր բան կատարվեց։ Հովև գորի հետ հոգևոր աշխարհում շատ ենք մարտնչել, միջև այսօր։ Որտեղ պրոբլեմ է ունենում, գալ իրան բռնում տանում էին տեղ, ասում են, խելքի բեր։ Ոնց ուզում ես արա, իմ գործը չի։ Այդ օրգանիզմի մեջ կա պոչկա, չէ, ֆիլտրա։ Իքի ֆիլտրներ։ Որտեղ պրոբլեմ է, էթում էր ընդ դեսանտ։ Մի քանի ամիս հետո այդ եկեղեցին սաղ իրար հետ հաշտ ու բարիշ, մի հատ բաժանություն չկա, մի հատ բունտ չկա, Աստված հո հասարակ մարդ չէր բերելուց թե, երեք միսիոներական դպրոցը պրծած, գոհեք ձեր հովից։ Լավ, ուզում էի ասել, ես վատ բան եմ լսել, որ դժգոհում եք, բայց չեմ ասին, հենց ողջունեցիք։ Գիտես, մի հատ Մովսես կար, հետաքրքիր ազնվորություն էր, չես հասկանում, մեկ թագավորի պալատներ, մեկ է չոլերներ, մեկ մարդկանց երեսը չեր ուզում տենալ, մեկ էլ մարդկանց տենում էր ու դուր թե կտաս, ոնց ուզում տենց ապրում էր, այս Մովսեսին Աստված շատ հավանեց, եկավ ասեց, Մովսես, կարևոր գործ եմ սկսում, եկեղեցի եմ սկսում, ինձ պետք է մեկը, որ իմ ժողովրդին առաջնորդի, պետք է առաջնորդի դեպի Սանտ Պետերբուրգ։ Դավիթը հասկացավ։ Ու Մովսես ասեց, տակ տոշտը, ոնց կասես, բայց լեզու չգիտեմ, ասեց, ոչինչ, Լուսիային քեզ թարգմանիչ կտամ։ Դու մենակ գնա, ես եմ խոսալու, ես եմ անելու։ Այս մարդը տունտեղ, եկեղեցիներ, երեխեքին էլ հավաքեց շալակը, եղած չեղածը թողեց, իս ձեռքեր բերել, հետո եկավ հասավ ստե։ Եկավ Պյոտր Պերվի համար չեկավ, քո համար եկավ։ Եկավ, որ քեզ գտնի, եկավ, որ քեզ ասի Աստված քեզ սիրում է, եկավ, որ քեզ ասի գնանք միասին Տիրոջ ցնծության ուրախության մեջ։ Ամեն։ Բայց դու ինչ ես անում, այսօր տենալու եմ հովիվը, որ եկավ ինձ բարևելու է, թե չէ։ Ես տենց էլ գիտեի, դու չգիտեիր, դու հիմա էլ չգիտես, հերիք ա բողոքես, փարթո Աստծուն, գիտես ինչքան տեղ կա, որ հովիվ չունի, անցած անգամ էլ եմ չէ ասե, ձեզ պետք է դրա մարելի ասում եմ, ինձ ընդունում եք չէ, ոնց որ ես կամ, ես մեծ մարդ եմ, կարամ ասեմ, հետո սաղ բողոքները ձեր հովիվ, ֆիլտրին, ես անապատում ժողովուրդը, տարան բերին, հա Մովսես, հա Մովսես, Մովսես, հա Մովսես, Մովսես արևա, ամպ եկավ ծածկեց, Մովսես ցուրտա, կրակը եկավ, տաքացրեց, Մովսես սոված ենք, հացը թափավ, ամենար ֆուրշետ էր իրանց համար, քնից ելնում էին հացը տեղն էր, լավաշը տեղում էր, ջուր ենք ուզում, խնդիր չկա, ջուրը եկավ, պուլպուլակները բացվեցին ժայռից, 40 տարի, փող չտվեցին մի անգամ ուտել, միջև հիմա դրանք տեցին չեն տալի։ 40 տարի կերան, խմեցին, այս կոշիկները չծակվեց, պատկերացնես մի տարեկան երեխան դարել էր 40 տարեկան ձյաձյա, արդեն լիքը երեխեքի հետ, կոշիկները իրանց հետ մեծանում էր, շորերը իրանց հետ մեծանում էր, ոչ մաշվում էր,
Մի հատ ատամնա բուժարանը չկար, ձևի համար մեկի ատամը ցավար գնային, ատամ սարքեին։ Բայց հետաքրքիրը գիտեք որն է, չգնահատեցին։ Տարօրինակա չէ։ Այ որ ես լեի, տես չէի լի։ Հետաքրքիր է, որ Մովսեսից բողոքում էին, ում էին բողոքում, ժողովուրդ։ Պյոտր Պերվի, չէ, ում էին բողոքում, մեզ հանեցիր, որ Սանտ Պետերբուրգի մեջ բեռնենք, չես բեռնելու, ասա չեմ բեռնելու, Տիրոջ փառքն եմ տեսնելու, ամեն, փառք տուր Աստծուն։ Հովեր Գորջան, ինչքան ժամանակ ունենք, 6 ժամ, հալելույա, հիմա վերստում ես հեռախոսդ, զանգում ես տուն, ասում ես, այսօր գիշերը ուշ եմ գալու տուն, որովհետև եկեղեցում եմ, փառաբանում եմ, երկրպագում եմ ու պաշտում եմ Տիրոջը։ Ոչինչ Արենդի փողի մասին կմտածի հորը։ Գիտես, այս Մովսեսից այնքան բողոքեցին, այնքանից շատ։ Այդ բողոքողների հետ գիտեք ինչ ալնում, ով գիտի դժոխքը որտե է։ Ոչ մեկը չգիտեք։ Բարձր պետք է ասես, ասում եմ լսողությանս հետ էլա բան կատարում։ Հա, չեք հետաքրքրում։ Գնացողները թո չէ մտածեն, նավիգատորը տան։ Այս Աստված ասեց, Մովսես, կյանքս կերան դրանք, հələ մի հատ դրան մոտից հեռու գնացեք, ասում է գետինը բացվեց, կենթանի իջան դժոխք, մենք գիտենք, որ մեռելներն են իջնում դժոխք, սրանք կենթանի իջան ժողովուրդ, պատկերացնում եք, տրտունջը ինչքան զզվելի Աստծո առաջ, ասա մեռնեմ էլ չեմ տրտնջա, ինչ տրտնջա, հերիք էլա բոլ լավ տրտնջանք ժողովուրդ, այսօր տրտունջը թաղում ենք, տեղը տեղին, մի հատ է տրամբովկա ենք անում, վրեն ասվարտ ենք անում, մի հատ կարգին մարգարե կար, նամուսով, թասիբով, այսքան վաղթվանից ստե դրների մոտ էր քնում, բացում էր, որ դուք գայիք ստե ծառայություն անեիք, մենք հայերովս ասում ենք Սամվել, իրանք էլ ասում ենք Սամուել, այս Սամուելը կարգին երեխա էր, սկսեց Աստծո ձայնը լսել ու հնազանդվել Աստծուն, ունեցավ երեխեք, այս երեխեքը չարաճճեին, մեկը գնում էր կազինո, մեկը գնում էր բար, քիչ լավ չէին իրանց անցկացնում, այս ժողովուրդը ասին, եթե սրանց երեխեքից մեկը Իրանից հետո մարգարե, մեր հալը ոնց ալնելու, բողոքեցին, մենք թագավոր ենք ուզում, Պյոտր Պերվիդին ուզում, ասին թագավոր ենք ուզում, այս Սամուելը վրդովեց, գնաց աղոթելու Աստված ասեց, մի վրդովի, իրանք քեզանից չեն դժգոհ, իրանք իմ դեմ են բունտանում, այ մարդ, Սամուելից բողոքում են Աստված ասում է իմ դեմ են բողոքում, Մովսեսից բողոքում են Աստված ասում է իմ դեմ եք բողոքում, բա ինչ անենք, լավ, ասեմ, ձեր հորներից չբողոքեք, շարից փորձանքից հեռու։ Կարդում եմ հատուկ իմ համար, գիտեմ դու սրա մեջ չես, թվոց 14-27, տենում ես, ես էլ եմ կարում ֆոկուսներ անեմ, մինչև երբ աշխարհ ժողովրդին համբեր եմ, Աստված ասում, որ ինձ դեմ տրտնջում են, ես լսեցի Իսրայելի որկանց տրտունջը, որ ինձ դեմ տրտնջում են, ասիր նրանց, ես կենդանի եմ, ասում է Տերը, կներեք, ինչպես դուք իմ ակաժների առաջին խոսեցիք, այնպես էլ կանեմ ձեզ, անուշ լինի, փաստորեն, տրտունջը աղոտ կա ժողովուրդ ջան, ինչ որ խոսեցիք, ըտենց կլինի ձեզ, ով ասել, ով մերնեմ պրծնեմ, ով ասել, ով ես ինչ կյանքա, ես էլ կյանքա, որ ապրում ենք,
Հիմա հասկանում ես քեզ այդ վիճակի մեջ։ Ոսա փառք Աստծուն, փառքից գնում եմ փառք։ Ամեն, ինչ որ ասես, այդպես էլ կլինի քեզ։ Ես միած Սալիարիսի համար ինքա շնորհակալություն հայտնի, Աստված ասեց արի քեզ օպտիմա տամ, հա։ Ժողովուրդ, Է որ մեկին մի հատ լավ բան ես անում, այնքա շնորհակալություն է հայտնում, գալիս ես տուն ասում ես, էլի չանեմ սրա համար։ Բայց է որ մեկի համար երկնքից աստղեր ես իջացնում, մի քանի հատ էնել։ Ոնց որ պարտական պետք է լիներ, մի հատ շնորհակալություն է չի ասում։ Ուզում ես էլի անես։ Որ տենում ես յանին չճանաչեցիր։ Բայց բարև չէի նկատի կներես։ Չես ուզում տես մարդու հետ շփվես։ Ով է սիրում, գնա մի հատ բողոքավորի կողք կնստի ու այնի սկսի պոլիտիկայից, բիզնեսից, էկոնոմիկայից, եղանակից, կերակուրից դուրս գա ու դու նստես հիանաս։ Ինչ լավ ես խոսում, քեֆս բերում ա գիտես, էլ որտեղից գտեմ քոպես բողոքական մեկին։ Չէ, բայց ում հետ ենք ուզում շփվենք, ովքեր կյանքով լցված են, ովքեր լավատես են, ովքեր ուրախ են, չէ, եկեք այդպես դառնանք ժողովուրդ։ Ով է խանգարում մեզ։ Այդ խանգարը չի ասա հետից գնա։ Հետո դեղից էլ է խանգարելու, ոչինչ։ Դու կասես էլի հետից գնա, աշկից չերևաս։ Գիտես, Աստված ասում է ոնց ասեցի կտենց կանեմ։ Հիմա ինչ պետք է ասենք։ Լավը պետք է ասենք, չէ՞։ Այդպես հետես չի։ Փառք Աստծուն։ 10 հատ մարդ կար, 10 հատ բորոտ։ Դա գրված է Ղուկասի 17:12 խոսքից ներքև։ Գիտես ինչ եղավ։ Այս բորոտները եկան Հիսուսի մոտ, բայց շատ չէին կարա մոտենալ, որովհետև իրանք հիվանդ էին։ Հիսուսը հեռվից տեսավ, ասաց գնացեք ձեզի քահանային ցույց տվեք։ Գիտեք խեն քահանային ցույց տալիս։ Քահանային ցույց են տալի, որ քահանան ախտորոշի դու մաքրված ես, սրբված ես, թե չէ, հիվանդությունից լավացել ես, թե չէ։ Այն ժամանակվա բժիշկներն էլ էին իրանք։ Ու երբ որ գնացին, դա նշանակում էր իրանք հավատացին, որ իրանք բժշկված են, ու երբ որ հավատքի քայլեր արեցին դեպի գորի մոտ, ճապի բժշկվան, այ քեզ բան։ 10-ն էլ բժշկվեցին, մեկը վերադարձավ Հիսուսի մոտ, ասեց շնորհակալություն, երկրպագեց, գոհացավ, Հիսուսն ասեց, բայն 9 ուր էին։ Գիտես, ամեն անգամ, երբ որ Աստված իմ ու քո կյանքի մեջ մի բան անում է, սպասում է, որ ես ու դու ասենք շնորհակալություն։ Ամեն։ Վերջին անգամ երբ ես ասել շնորհակալություն։ Որ աշկերդ բացել ես։ Մտածել ես, որ այդպես է պետք է լիներ, ինչ որ մեկը պարտական է քեզ։ Ինչքան մարդ չբացեց այսօր իր աշկերը։ Երեք խոսում էի։ Այսօր փորձում եմ։ Գիտես, չգիտես մի րոպե դու ինչ կլինի։ Եկե ասել ես ապահով ստեղ, ասել ես շնորհակալություն։ Ինչքան կարևոր է ունենանք իրականից շնորհակալ սիրտ։ Հետաքրքիր բան եղավ։ Հիսուսն ասեց. «Տղա ջան, այն 9 ստացան բժշկություն, բայց դու ստացար փրկություն»։ Այսօր դուք սաղը տեկել եք իրան ասեք շնորհակալություն։ Այսօր դուք ստացաք փրկություն։ Այդ ձեր շնորհակալությունը ձեզ տանում է փրկության։ Իսկ դժգոհությունը գետինը բացում է, տանում է դժոխ։ Գիտես, ասում եմ, այ քեզ հրաշք, փաստորեն, եթե չվերադառնար չասեր շնորհակալություն, այս մարդը չէր վերստին ծնվելու, դժոխք էր գնալու ժողովուրդ։ Շնորհակալ սիրտը տանում է փրկության, տանում է փրկությունը Քրիստոսն է, գիտեք։ Ինչ է ինձ ու քեզ պետք։ Եկեք լինենք շնորհակալ։ Չկա ավելի մեծ երջանկություն, չկա ավելի մեծ հարց։ Մի հատ պատմություն թույլ կտաս պատմեմ։ Այսօր որ քարոզում եմ, իրանից եմ վերցրել այս պլանշետը։ Օրերից մի օր սենց արեց։ Հով ջան դուրդ գալիս է։
ասի շատ, այնքան օրտնված եմ, անչափ շնորհակալություն ցույցած։ Չէ հա։ Ասում եմ ինչը չէ հա, չէ լուրջ ես ասում։ Ասում եմ ինչի խեղկատակի նման է։ Չէ լուրջ ես ասում, գնալով լրջանում է այդ արտահայտությունները։ Ասում եմ Դավիթ ես զարմանում եմ, դուք եք զարմացած։ Ասում եմ ում ինչ ծաղում եք, սաղ դժգոհ են։ Ասում չէ ես շնորհակալ եմ։ Իմ բախտը միշտ բերում է ժողովուրդ։ Փառք Աստծուն։ Ամեն։ Գիտես, այնքան կարևոր է, որ ես ու դու ունենանք այդ շնորհակալ սիրտը, երբ որ դու շնորհակալ ես, իրականից քո բախտը բերում է, իրականից Աստված քո հետ է, Աստված գիտի քեզ պահել ու պաշտպանել։ Սաղմոսների մեջ այսպիսի խոսք է գրված. դու փորձի իմ սիրտը գիշերումը եւ դու կրակով հալեցրու ինձ եւ անիրիվություն չգտար ինձանում եւ իմ միտքը դրել եմ, որ իմ բերանը քո պատվիրանցները զաշ չանի, ասում փորձիր ինձ, գիշերը քնած տեղը, սարթուն տեղը, ամենուր եք ինձ փորձի։ Հետաքրքիր է, չէ՞, Դավիթի սիրտը։ Աստված ջան, կարող է հանգարց մի քիչ Լևի եմ գնացել, չեմ իմանում։ Կարող է մի բան սրտից մեջ խախտվել է, վրես տեղյակ չեմ էլի։ Մի հատ փորձի էլի ինձի։ Քո կյանքում կա մեկը, որ քեզ փորձում է։ Եթե կա ձեռդ բարձրացրու։ Ահա։ Հիմա ասա փառք Աստծուն այդ մարկանց համար։ Ուրեմն երկաթով է չէ սրվում։ Ինչ շատ ժամանակ ասում եմ, չեմ գալու եկեղեցի, որովհետև ասեք Սամսոնը եկեղեցում է։ Ասում եմ մի արի։ Եթե Սամսոնի համար էր գալի, մի արի, բայց Սամսոնը դրված է, որ քեզ մի քիչ սրի։ Մի քիչ մարդ դառնաս, շնորհակալության սիրտ ունենաս։ Գիտես, մեր կյանքում պատահական ոչ մի բան չի լինում, բայց եթե լինում է, այդտեղից մենք ո՞նց ենք դուրս գալիս։ Դժգոհ, կռված, հիասթափված, թե ընդհակառակը լցված ուրախությունով, քաղցրությունով, որտեղ մի բան էլ հաղթեցիր, մի հպարտություն էլ հաղթեցիր, մի գոռոզություն էլ կոտրվեց քո մեջ։ Այն վաղ բարև չէիր տալի, հիմա բարև ես տալիս։ Առաջ խաղացումը, միգուցե արդեն ձեռով ես բարև տալիս։ Այդեցա տետես չի։ Գիտես, ասում է փորձիր ինձ, Աստված ո՞նց պետք է քեզ փորձի։ Եղանակը դուրդ չի գալիս, հովիվը դուրդ չի գալի, եկեղեցու անդամները դուրդ չի գալի։ Լավ կա մեկը, որ դուրդ գալիս է։ Yes։ Ամեն։ Ես դուրդ գալիս եմ։ Փառքս։ Հույսը։ Շատ ուրախ եմ։ Գիտեք, ամբակում է այսպիսի բան ասում։ Սաղ Աստծո մարդիկ ինչ ձևի սիրտ ունեին, ես իմ համար օրինակ է։ Թեև թզենին չծաղկի, թեև որդի վրա բերք չլինի, թեև արդյունքը ստե եւ արդերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից եւ արչար չլինի գոմում, թեկուզ մհերի լսողությունն էլ նստի, ձենն էլ քաշվի, սակայն ես Տերով պիտի ցնցամ, պիտի իմ փրկության Աստծովը ուրախանամ։ Տերը իմ զորությունն է եւ իմ ոտները եղնիկների նման արե եւ ինձ բնակեցրել է հա բարձր տեղերում։ Մարգարեն ասում է, անկախ իրավիճակներից ես Տերով եմ ուրախանամ, ժողովուրդ։ Բա մենք ինչով ենք ուրախանում, կամ ումով ենք ուրախանում։ Գիտես, երբ որ առաքյալները ուրախացած եկան ասին, դևերը լսում են մեզ, հիվանդությունները լքում են մարդկանց, ասեց, դրա վրա մի ուրախացեք։ Ուրախացեք, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Երբեմն այնքան տխուր ենք ման գալիս այս աշխարհում, ոնց որ սա աշխարհի անունները գրված լինի կյանքի գրքի մեջ, բացի մեզանից։ Ժողովուրդ, ձեր ուրախությունը թող ոչ մեկ չգողանա։ Մի հատ թեմա եմ պատրաստել ուրախության մասին։ Պարզվում է մեր Աստված ամենաուրախն է։ Ու իր երեխեքի բերանը ծիծաղով է լցնում, ու ինքն էլ բարձր ձայնով է ծիծաղում։ Բայց մեկ թխուր
Ով ունի երեխա, ով է ուրախանում, որ իր երեխան նամրոտ գալիս է տուն, դժգո, կյանքից հիասթափված, մի հատ տեսա հոլովակ տեսա, մի հատ լավ հարուստ պապա էր, որտեղ լավ մեծ տուն էր, 2 հարգանի, ռեմոնտը շատ շիկ արնի լավ, ու այդ երեխու աշկերս ես փակած, բերեց մի հատ մեքենայի մոտ կանգնացրեց, մեքենան է բավականին մի մետրանոց կլներ, հետ սենց քաշեց, որ երեխեն պետք է ուրախանար, այս երեխեն ոտքով խփեց մեքենային, այս հերը միանգամից հասկացավ ինչ պետք է անի, որներ իր սխալը, վերցրեց այս մեքենան, բարձրացավ երկրորդ տակ ու վերևից մետլախի վրա, մեքենա կար, մեքենա չկա, ասեց, շատ այդ մեքենան քեզ, չես ունենա մեքենա, որ գնահատես, գիտես, երբեմն մենք իրար չենք գնահատում, չկորցնենք, նոր գնահատենք, եկեք հիմա գնահատենք, էլի ինչա մեզ այնց էթում, ամեն մեկը շատ թանկ եք, Հիսուսի կյանքի գինն եք, ամեն մեկը պատահական չեք այստեղ, Աստծո ընտանիքն եք, Աստծո զավակներն եք, կորցնենք, հետո գնահատենք, երբ որ ես իմ տղու անունը Արտուր դրեցի, ասի խես Արտուր դնում, ասի դեսախ դնում են Դավիթներ չնեղանակ, Մովսես, Հովսեփ, Սամսոն չնեղանաս, ասի, այ մարդ, դրանք անցյալի հերոսներն են, իմ հովիվը, իմ աշկի առաջ, ներկա դրությամբ առաքյալա, մարգարեյա, ես խիք չգնահատեմ իրան հիմա, արդեն իջնելու վաղտնա, հա ոնց էր, վրազում եք ժողովուրդ, դրա համար անունը դրեցի Արտուր, հովիվ Արտուրի պատվին, գիտես, եկեք իրար գնահատենք, Ադամը, այսենց, դրախտը, սաղս ուզում եք եթանք դրախտը, սարտավ դրախտի մեջ, չգնահատեց ժողովուրդ, մի նոմատ ծար կար, արատի կերելի, հես դրանից պետք է ուտես, հես կորցրեց, նոր գնահատեց, վռնդվեց, մինչև այսօր, հրեշտակը ընդ կայնացա, որ հետ չգա, ժողովուրդ, եկեք գնահատենք ինչ որ ունենք, եկեք այս ժամանակը եկեղեցում գնահատենք, հա այսօր եղանակը լավ չի չեմ գնա եկեղեցին, գնահատի, Աստծո ներկայությունը ստեղա, ստեղ այդ դրախտը, գնահատի, կկորցնես, եթե Աստծո հետ շփվես, չգաս, ինչ որ մեկը դե սպասում է, մի քիչ բարակ երկարսես, լղար, զզվելի է մի խոսքով, պատրաստ է քո այդ ժամանակ տրամադրի խոսալու, գիտես մտածում եմ, ասում եմ, այ Ադամ ջան, ոչ գիտեիր մազերը թափելը ինչա, ոչ գիտեիր ատամը ցավալն ինչա, ոչ գիտեիր ձենը քաշվելն ինչա, լսողության հետ ոչ մի պրոբլեմ չունեիր, դա քեզ պետք էր այ աղբեր ջան, ապրում էինք էլի, հիվանդանոցում էի մի շաբաթ առաջ, գնացել էի ստուգվելու, գիտես, գնում էի աշկի բաժի, սաղի աշկերը փակ, սետ շոշափելով էին միջանցքում էթում, իշտում էի ներքև, սաղ թոփալների տեղներ սենց չարթած, կամ նասիլկով գլորում են, էթում ես ուրիշ հարկ, սաղսես պարկած են, տանում են, որտեղ վիրահատել են, իրանց ուշքու բիտքը առողջ լինելն է, բայց մենք արտանում ենք, ուտում ենք, խմում ենք, ողջ ու առողջ, Աստծուն մի անգամ մի հատ մերսի էլ չենք ասում, ասում եմ ինչ հետաքրքիր էր, հիվանդանոցից հելա ու մի անգամից օդանավակայա, որ թռնեմ Մոսկվայում մարդիկ խոսում են, գնանք հանգստանալու, գնանք Իտալիա, գնանք, ուր ասեմ, Հունաստան, ստեղ ուրիշ բանի մասին էին մարդիկ մտածում, բայց հիվանդանոցում լրիվ ուրիշ բանի մասին էին մտածում, հիմա եկեղեցում, ինչի մասին ես դու մտածում, լվացք ես մնաց, ադե պրծի էլի հասկացանք էլ, ճաշ է թա մեփ եմ մարդս ուտի, հետ արի, Աստծո մասին մտածի, ստե Աստծո մասին եմ մտածում, ամեն, փառք Աստծուն,
Այս մարգարեն այդպես էր, ասեց, ինչ չլինի, ես Տիրոջով պետք է ուրախանամ։ Մի հատ էլ դրա նման մեկը կար, դրա հորողբոր տղեն էր, հոգևոր, Հոբ 1:21, եւ ասեց, մերկ դուրս եկա իմ մոր արգանդից եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տերը տվավ եւ Տերը առավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Ես գիտես խի սենց ասեց։ Հետաքրքիր է քեզ խի սենց ասեց։ Ով գիտի այս պատմությունը։ Հա 4 հոգի կան, որ Աստվածաշունչ են կարդում։ Փառք Աստծո այդ 4 հոգու թափր։ Գիտեք, ով որ չգիտի, ես մեղավոր չեմ, դուք եք իմ քարոզը երկարացնում։ Հիմա սկզբից եմ գալի, որ դուք իմանաք։ Այս հոբ ուներ 7 հատ տղա, 3 հատ էլ աղջիկ։ Դե այս տղեկը հավաքվում էին ուտել խմելու, կանչում էին քույրիկներին, ասում էին եկեք իրար հետ ուրախանանք։ Դե քանի որ կանչում էին, բնական ամեն մեկ իր տուն ուներ։ Դե որ ամեն մեկ իր տուն ուներ, ուրեմն ամեն մեկն էլ իր ընտանիք ուներ։ Որ իր ընտանիք ուներ, ամեն մեկն էլ իր երեխեք ունեին։ Այսինքն, հե վաղտել երեխեք շատ էին ունենում, 7 հատ, 10 հատ, 17 հատ։ Չէին ալարում, մինչև 20 հասցնում էին։ Գիտես, հիմա ամեն մեկի հետևը 20 երեխա, մի քանի հատ կին, սաղ եկել էին ուտել խմելու, մոտավորապես տեղից շատ մարդ էր հավաքվել։ Մի օրվա մեջ սաղ մահացա։ Եկան ասին հոբ, երեխեքը չկան, էլ չեն ասում թորներիդ մնացածի մասին։ Այդ իմ պատկերացումով, ես ինչ դաժան պատկերացում ունես, չէ, ճիշտ է։ Հետաքրքիրն է հոբի վերաբերմունքը, ասես Տերը տվեց, Տերը վերցրեց։ Ժողովուրդ, մեկը թարս նայում է, ուզում եք թույլ թվանք առնենք, հասնենք վրան։ Չգիտեք ոնց մուր հանենք այդ մարդուց։ Այս մարդը մի հատ բերանից գեշ խոսք դուրս չեկավ։ Կարանք իրան նման լինենք, կարանք որոշում կայացնենք մեր սրտերի մեջ, ասենք ամեն բանի համար փառքը քեզ, դու պետք է փառավորվես միայն իմ կյանքում, սատանան պետք է չուրախանա իմ դժբախտությունների համար, ամեն։ Կա տենց մարդ, Դավիթի իմ հետ է, վсё, Դավիթի համար եմ քարոզում, ես գտա, շատ լավ, հիմա դժվարությունները որտեղից է մեր մոտ գալիս, երկրորդ օրինաց 8:2, եւ հիշիր այն բոլոր ճանապարհները, որ քո Տեր Աստվածը 40 օր տանում էր քեզ ածած անապատի մեջ, որ քեզ խոնարեցնի, քեզ փորձելու եւ սրտիդ մեջին իմանալու, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես։ Պարզվում է, այս փորձությունները գալիս է մեր կյանքերի մեջ, որ մեր սրտինը դուրս գա, որ իմանանք։ Ասեք քո համար փորձությունը կարող է այն լինի, որ դու Սանկտ Պետերբուրգով եթում ես ավտոյով, մեկ էլ մեկը դեմդ կտրում է։ Արա ես լավա եկեղեցուց մարդ չկար։ Ինչ է դուրս գալի ներսից։ Հիմա կինս, որ նստում է կողքս, այս վերջի տարին արդեն հասկացել է, 7 տարի դեմս կտրում են, Եկատերինբուրգում, ու սաղ ինձի սենց մարգատ են անում, կինս ասում է, ես խենք ես սաղ սենց անում, ասում եմ, ինչ ճանաչում եմ, որ ես Եկատերինբուրգի հովիվն եմ, բարևում են, հետո իմացա, որ ես սաղին ճանապարհ եմ տալի, վրազում ես, արի գնա, Աստված քո հետ աղբեր ջան, դու ես վրազում, խնդիր չկա, անցի առաջ, Աստված քո հետ աղբեր ջան, գիտես, թող գնան, վրազում են թող գնան, հետո ես գալիս եմ սենց կարմիր լուսի տակ հպարտ նայում եմ իրան, այդ ուր էրը տենց եթում եք անցա քեզի, էլ վատ բարեր դուրս չի գալիս, դե լավ, ասեք կեթայները վատը չեն, բայց վատ նպատակով ես ասում, գիտես, էլ տես մանր դուրս չի գալի, արդեն դուրս է գալի, Տերը օրհնի քեզ, ես իրան զիջեցի, մի օր էլ ինքը ուրիշին կզիջի, ու տես մեր քաղաքը կփոխվի, բա ո՞նց պետք է փոխվի ժողովուրդ, հիմա այդ փորձությունը քո կյանքի մեջ գալիս է, որ քո սիրտը փորձի,
որ դու հասկանաս, որտեղ ես բարկանում, որտեղ ես հունից դուրս գալի, որտեղ պետք է աշխատես, չէ, թե չէ, ատենց հա, պատես պետք է փոխվենք, բա ոնց էիք ուզում, քնեկել եք, տենակ արդեն Սամսոնի ասած սվիտոյն ես, չկա տես բան, լավ, գնամ ավարտին, քուրիկ արդեն ես կես ժամա նվագում է, մի հատ էլ եմ պատմություն ուզում պատմեմ ու հետո մոտենում եմ արդեն ավարտին, մոտ 2 ժամ հետո կավարտեմ։ Հիսուսը աշակերտների հետ սարի վրա էր, շատ մարդ կար, ասա 5000 տղամարդ, 5000 տղամարդին կերակրելու համար ինչքան փող ա պետք, 2 միլիոն էլ ա չէ քիչ, ասեց եկեք սրանց կերակրենք, աշակերտները սաղ ասին, 200 դրամ չի քաստի սրան, ոնց էս քանին կերակրենք, սաղ Սանտ Պետերբուրգի ռեստորանները, ճաշարանները, բիստրոները, պետք է շաուրմայի կետերը սաղ փակենք, որ սրանց կարողանանք կերակրենք։ Մեկ էլ տենում ես, երևի Անդրեասն էր, եկավ ասեց, հովիվ, 2 ձուկ ունենք, 5 հատ էլ բուլկի։ Են մնացածը դրա վրա ուշադրություն չդարձին, ես ինչա որ, ամութել այդանք ասենք հովիվ, ես 2 ձուկը որ մեկին տանք, բայց այդ մեկ ուշադրություն դարձրեց, եկավ ասեց, 2 ձուկ 5 հաց կաստեղ, ինչ արեց, գոհացավ, շնորհակալություն հայտնեց, ու ասեց, առեք ու բաժանեք, հիմա տենամ ով ա ձեր առնում, վերջում ձեր առնելը գիտեք որն էր, որ ամեն աշակերտ մի կողով տանում էր, որ չմոռանան այդ հրաշքը, ավելացել էր, գիտես, կարող է շատ փոքր բան ունես, սկսի գոհանալ, կարող է գրպանումդ 100 ռուբլի ունես, սկսի գոհանալ, կարող է մի հատ Զապարոժեց ունես, սկսի գոհանալ, գոհացի ես դալիճի համար, քոնը կունենաս, գոհացի քո հովի համար, ծաղկած հովիվ կունենաս, սկսի գոհանալ, անկեղծ եմ ասում, բիզնես ունես, բիզնեսիդ համար գոհացի, ինչ ա քեզ պետք, առողջություն ա պետք, սկսի գոհանալ առողջության համար, փող ա պետք, սկսի գոհանալ, կբազմանա, կշատանա, երեխա չունես, գոհացի երեխու համար, երեխա կունենաս, ամուսի չունես, գաղտնիքն ասեմ մարդու չասես, գոհացի ամուսնուդ համար, դու էլ կին չունես, խնդիր չկա ախպեր ջան, դու էլ գոհացի, 2 գոհացող սրտեր կհանդիպեն իրար, Աստված կասի, ամեն, այս բանալիները, որ Աստված տվել է ինձ ու քեզ, բայց մենք դժգոհ կյանքից հիասթափված ման են գալի, այ մարդ հանի բացի էլի, ինչը բաց ես բացված կլինի, ինչը փակ ես փակված կլինի, բացի, գոհացի, կտենաս ինչ ա փոխվում, սաղ քաղաքն ա փոխվում, ինձ ասում են, այդ Եկատերինբուրգը համար առաջի կրիմինալ քաղաքն, ասում եմ, քո համար, իմ համար հոգևոր ամենալավ քաղաքն ա, ամեն, մի հատ գիտնականները հետաքրքիր բան են ասում, չգիտեմ ճիշտ են ասում, թե սուտ են ասում, որտեղ իրանց չի կարելի հավատալ, ասում են մարդը կապիկից առաջացել, հետո ասում են փոշմանեցին։ Մի խոսքով, ասում է մարդը ինչ մտածում է, այդ էլ սկսում է ունենալ։ Պատկերացնում ես։ Հիմա, եթե դու սաղորը YouTube-ում ավտովթարներ ես նայում, վթարի մեջ կգնես, քեզ պետք է, կամ սաղորը կռիվ դավի ես նայում, կռվի մեջ կգնես, քեզ պետք է, բայց եթե լավ բաներ ես նայում, միշտ մագնիսի պես այդ լավ բաները գալիս է քո մոտ, լավ մարդիկ են գալի քո մոտ, դու լավ մարդկանց մոտ ես գնում, ինչպես ես ըլում, ոնց որ ես եկել եմ ձեր մոտ, թե դուք եք եկել իմ մոտ, չգիտեմ ես օրով ու մոտ եք է, կարանք դրա համար փառք տանք Աստծուն, փառք Հիսուսին, քուրիկ ջան մատերը թո չցաված, հələ դիմանում ես, փառք Աստծուն,
Աստված մատերատվ է, որ փառավորվի մատերի մեջ։ Պատկերացնում ես մատերի մեջ էլ Աստված փառավորվում։ Առաջին Թեսալոնիկեցիս ամեն բանի մեջ գոհացեք։ Հա դու իմ պրոբլեմները չգիտես է ախր։ Ժողովուրդ, ես չեմ ասում է ամեն բանի մեջ գոհացեք։ Աստված ասում, Աստված գիտի։ Ամեն բանի մեջ գոհացեք։ Հələ հիշեցիր քո պրոբլեմը, քո խնդիրը։ Կարաս դրա համար ասես Աստծուն շնորհակալություն։ Որը տեղ ես ու հələ սաղ ես։ Որը տեղ ես հələ Աստծուն չես ուրացել։ Որը տեղ ես հələ կնկատ ամուսնուդ վիզու չես թրցրել կոպիտ ասած։ Ես չգիտեմ քո իրավիճակը։ Բայց կարաս ասես շնորհակալություն։ Երբեմն չենք կարող հասկանանք այս փորձությունը խիայք է ու դժգոհություն ենք բարձրացնում շնորհակալության փոխարեն, բայց Աստծո խոսքը ասում է ամեն բանի մեջ գոհացեք։ Երկնքում եմ կարդում Աստծո խոսքը տենում եք։ Սա է Աստծո կամքը ձեր վրա Քրիստոս Հիսուսումը։ Կա մարդ, որ Հիսուսի մեջ է այսօր։ Այդ 70-80% համար Աստծո կամքը, որ դու գոհացող սիրտ ունենաս։ Փառք ամենակարող Աստծուն։ Գիտեք, եւս մեկ անգամ շնորհակալություն հովիվ գոր։ Փառք Աստծուն ձեր համար, ձեր հավատարմության համար։ Ես երկար տարիներ կարելի ասել հետևում եմ ձեզ, նայում եմ ձեզ։ Դուք անմնացորդ նվիրված եք Աստծուն, իր ժողովրդին։ Փառք Աստծուն, այտենց մարկանց ու տենց հովիվների համար։ Բաց շահախնդիր, գնում են Տիրոջ հետևից, դուք էլ գնացեք իրանց հետևից։ Փառք Աստծուն։